Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայտնի է դարձել, որ ձեր գործը Բարձրագույն դատական խորհրդում վերսկսվել է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Նախ նկատի ունենալով, նախ կխնդրեի ձեր ակնկալիքները այս գործընթացի հետ կապված, նա որ համարում եք, որ օրինակ նախկինում մենք ունեցել ենք դեպքեր, երբ որոշումը փաստացի չի կատարվել եւ այլն, ու ինչը դրդեց, որ այս անգամ այսպես օրենքի պահանջով գոնե վերսկսում իրականացնեն։ Տեսեք, իրականում Բարձրագույն դատական խորհրդի իրավասության շրջանակը եւ լիազորությունները ամրագրված են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ դատական օրենսգրքով եւ որպես այդպեսին Բարձրագույն դատական խորհուրդը առանձնապես լայն հայեցողության շրջանակ չունի։ Հետևաբար ես ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը կղեկավարվի եւ կշարժվի սահմանադրությամբ եւ դատական օրենսգրքի սահմանադրական օրենքով իր իրավասության շրջանակներում։ Իսկ արդյունքը բոլորս կտեսնենք ինչպեսին կլինի։ Իսկ տեսեք, ըստ սահմանադրական դատարանի որոշման խնդրահարույց էր եղել այն կետը, որով դատավորի լիազորությունները դադարեցվել են 5 կողմ ձայնով։ Հիմա հնարավոր համարում եք, որ օրինակ հետևանքը մնանույն է, բայց ընթացակարգը փոխեն, այսինքն ձևական բնույթ լինի այս գործընթացը։ Տեսեք, դուք շատ հետաքրքիր հարց բարձրացրեցիք, մի քիչ նաև ինտրիգա պարունակող, բայց չի ցանկանա այդ հարցին այժմ պատասխան, ոչ թե դրա պատասխանը չունեն դրա համար, այլ դա նաև մտնում է մեր մարտավարական գործընթացի մեջ եւ չի ուզի վաղաժամ այդ մասին դիրքորոշում արտահայտել, բայց վստահեցնում եմ ձեզ, որ այդ մասին մենք դիրքորոշում կարտահայտենք Բարձրագույն դատական խորհրդի նիստերի դահլիճում։ Պարոն Ստեփանյան, կխնդրեի նաև մարդու իրավունքների եվրոպական դատարանում ձեր դիմումի քննությանը անդրադառնալ, տեղեկություններ կան, որ առաջնահերթության քննության կարգից հանվել է, այսինքն կոնվենցիայի համապատասխան դրույթի կիրառումից է հանվել։ Սա ինչ անդրադարձ կունենա բուն գործի քննության վրա եւ նաև նկատի ունենալով, որ կարծես թե կոմունիկացիան ավարտական փուլում էր, դա որևէ հետևանք ունենա բացասական։ Տեսեք, ես եւս ծանոթացվել եմ մարդու իրավունքների եվրոպական դատարանից այդ առաջնահերթության դադարեցման հետ կապված։ Եթե բայց չեմ սխալվում, ոչ բոլոր դատարանների գործով է այդպիսի ծանոթություն ստացվել, այսինքն ոչ բոլոր գործերով է վերացվել առաջնահերթությունը, իսկ ինչ հետևանք կունենա կդժվարանամ ասել, քանի որ երբ որ այդ հարցը դուք տայիք ինձ այդ ծանոթությունը ստանալուց 1 օր առաջ, ես կպատասխանեի այդ պահին եղած իրավիճակով, բայց հաջորդ օրը փաստորեն վերացվեց առաջնահերթությունը։ Միգուցե ես որևէ բան պատասխանեմ, հաջորդ օրը մեկ այլ իրավիճակ լինի, դրա համար որևէ կանխատեսում չեմ կարող ասել։ Բայց գործի քննությունը արդեն կոմունիկացիայի ավարտական փուլն էր, չէ՞, կոմունիկացիա։ Ընթացակարգ կար, հաշտվելու ժամկետը տրամադրել վերա, որ ավարտվեց եւ ոնց հասկացա բոլորին հայտնի է ինչ ելքով, մամուլում շրջանառվել ամեն դեպքում, պատասխանների ժամկետներն են նախատեսված, այդ փուլումա թե հիմա ոնց կշարունակ, ինչպես կշարունակվի հաջորդիվ, այս բանը չեմ կարող ասել։